Երևան քաղաքի համար բյուջեով գնված 44 տրոլեյբուսները մինչև երթուղի մտնելը հայտնվեցին քաղաքացիական պայմանագրի նախընտրական երթուղում։ Դրանք կարմիր ժապավենով շարված էին քաղաքի կենտրոնում, ճիշտ այն օրը, երբ Փաշինյանը քարոզի էր քաղաքի կենտրոնում։ Հիմա մոտենում ենք մեր այսօրվա քայլերթի առաջին կուլմինացիոն կետին, այն է տրոլեյբուսներին։ 44 տրոլեյբուսները, որոնք արդեն մայիսին դուրս կգան երթուղի։ Փաշինյանը թիմակցի արձակուրդում գտնվող քաղաքապետ Ավինյանի հետ նոր տրոլեյբուսի հնարավորություններին են ծանոթանում։ Այո, կատարվեց, տեղի ունեցավ։ Հուսահատության գազելի էջը համարում փակված, ինչեր կանեին, եթե նախկինները տրամվայի գծերը ծախած չլինեին։ Իսկ տրոլեյբուսը շատ լավն է, հարմար ոչ միայն ուղևորների համար։ Վարորդի աթոռը կարող է նույնիսկ մերսել վարորդին։ Այո, եւ այս ամբողջը դուք եք ֆինանսավորել, պարոն վարչապետ։ Հավանաբար կառավարությանը նկատի ունենալով առաջնորդին է շոյում Տիգրան Ավինյանը, որպես կուսակցականներ մտակ տրոլեյբուս, թե արձակուրդում գտնվող պաշտոնյաներ։ Ցանկանում էինք ճշտել Ավինյանից, նա սակայն հարցազրույց է տալիս միայն ուղիղ ռեժիմում։ Ականատես դիտորդական առաքելության համակարգողը ՔՊ քարոզին տրոլեյբուս խառնելը խնդրահարույց է համարում ընտրական բարեվարկության տեսանկյունից։ Ես այստեղ ռիսկեր եմ տեսնում ավելի շատ պետության ու կուսակցության տարանջատման տեսանկյունից, եւ մեր ներպետական օրենսդրությունը եւ միջազգային ստանդարտները շատ հստակ տրամաբանություն ունեն, որ պետությունը եւ կուսակցությունը չպետք է միաձուլվեն եւ պետության կատարած գործերը չպետք է սովորաբար ներկայացվեն որպես կուսակցության ձեռքբերումներ մանավանդ քարոզարշավի ժամանակ։ Նախընտրական այս փուլում խեղաթյուրվում է մրցակցային դաշտը, շեշտում է Մերի Մինասյանը, հիշելով նաև վարորդական վկայականներից զրկված քաղաքացիներին տված Փաշինյանի այսօրվա խոստումը։ Մեկ տարին լրանալուց հետո կարող են վերականգնել վկայականն առանց քննության, բայց ոչ թե 13, այլ 6 բալով։ Վարորդներին սա շատ դուր եկավ, ուրեմն Կենտրոն վարչական շրջանում Փաշինյանն աջակցության ու սիրո բազմաթիվ խոսքեր լսեց։ Մի քանի ելույթներ այն մասին, որ Հայաստանն այլևս դարդոտած չէ, ուրախ է, ծայրամաս չէ, կենտրոն է, խաղաղություն է, որ պիտի խնամենք, ապօրինի գույքը վերադարձվում է, Ծառուկյանի փեսայի տունը հիմա բոլորինն է։ Այլևս ձեր սեփականությունն է, որ մեր վարչապետը ասել է, ուրեմն մերն է։ Այս տիկինը սիրելի Փաշինյանի հետ հանդիպման էր եկել նրան նկարով։ Ես իր հետ քայլել եմ մինչև հիմա։ 2007 թվականից ես իր երկրպագուն եմ, հավատարիմ է իր։ Ես սիրում եմ իմ վարչապետին շատ։ Մեկ այլ քաղաքացի հուզվում է վարչապետի հանդեպ սերն արտահայտելիս։ Այ մարդ իրա ցավը տանեմ, էլի մեզի ահագին օգնել է։ Լացել է գալի։ Այս տղամարդը նոր-նորքից է կենտրոնից էլ, որ մի քիչ քայլի կողքով։ Վարչապետի երկրպագուն եմ եւ առիթից օգտվելով ուզում եմ հաղթանակ մաղթել իրեն։ Նոր տրոլեյբուսները նույնպես տրամադրություն են փոխել։ Այսօր հրապարակում տեսանք 45 նոր տրոլեյբուսներ։ Ում համար է դա։ Մի երկրի մեր ժողովրդի համար։ Միթե կարելի է ատեսել կամ կուր լինել չտեսնել։ Եղան նաև քաղաքացիներ, որ ջերմ չընդունեցին քաղաքացիական պայմանագրի առաջնորդին։ Այս մարդու տրամադրությունն անմիջապես ընկավ Փաշինյանին տեսնելիս։ Բարև ձեզ։ Լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Ինչի։ Որտեղ ձեզ տեսա։ Ոչինչ, լավ որ ենք ձեզ մաղթում։ Հույս ունենք հաջորդիվ կտեսնեք նրան ու ուզում եք տեսնել։ Հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ, լավ եղեք։ Միկին հրաժարվեց քարտեզն ընդունել, համարեց կիսատ։ Շնորհակալ ենք, կիսատ Հայաստան։ Այս տղամարդն էլ ուզում էր իմանալ, էլ ինչ է հանձնվելու։ Ուղղակի բոլորս իմանանք, բոլորը քվեարկելով մի քիչ տարածենք հանձնելու։ Ոչ մի բան Հայաստանի ինքնիշխան տարածքից Փաշինյանը բացատրեց կոնֆլիկտի էջը փակված է։ Տղամարդը սակայն Արցախի էջը չէր փակել։ Եղբայր, դու ես թրջվում։ Բայց չտես չհիվանդանաս։ Բարլուց ձեզ։ Օրվա մի մասը քարոզարշավն անցավ հորդառատ անձրևի տակ, որ օրը ջրային է լինելու Փաշինյանն առավոտից էր գուշակել։